как сейчас развивается ситуация. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զորահավաքի հրամանագիր է ստորագրել։ 2026 թվականի հունվարից մինչև դեկտեմբերի 31-ը Ռուսաստանում զորակոչ կանցկացվի։ Զորակոչվելու է 261,000 մարդ։ Հրամանը վերաբերում է Ռուսաստանի 18-ից 30 տարեկանային քաղաքացիներին, որոնք պայստազորում չեն եւ ենթակա են ծառայության։ Նույն հրամանագրով կզորացրվեն այն զինվորները, նավաստիները, սերժանտները եւ ենթասպաները, որոնց ծառայության ժամկետը արդեն լրացել է։ Սաուդյան Արաբիան օդային հարվածներ է հասցրել Եմենի Մուքալա նավահանգստին, թիրախավորելով Արաբական Միացյալ Էմիրություններից զենք տեղափոխող նավերը։ Սաուդյան Արաբիայի ուժայինները նախազգուշացրել էին, որ կաջակցեն Եմենի կառավարությանը ցանկացած ռազմական բախման ժամանակ, եթե Հարավային անցումային խորհուրդը խաղաղ ճանապարհով դուրս չգա վերջերս գրաված նահանգներից։ Հարավային անցումային խորհուրդը սեցեսիոնիստական քաղաքական ուժ է Եմենի հարավում, որը ձգտում է վերականգնել հարավային Եմենի անկախությունը։ Հանդես է գալիս որպես Եմենի պատերազմի հիմնական դերակատարներից մեկը եւ վերահսկում է Եմենի հարավային որոշ տարածքներ ու ռեսուրսներ։